Հովհաննես 2. Կանայի հարսանիքը։ Գալիլեա հասնելու երրորդ օրը Կանա քաղաքում հարսանիք կար, և Հիսուսի մայրը այնտեղ էր։ Հարսանիքի հրավիրեցին նաև Հիսուս և իր աշակերտները։ Եվ երբ գինին պակասեց, մայրը Հիսուսին ասաց. «Գինի չունեն»։ Եվ Հիսուս նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, ով կին, իմ ժամանակը դեռ չի հասել»։ Նրա մայրը սպասավորներին ասաց. «Ինչ որ ձեզ ասի, արեք»։ Այնտեղ կային քարե 6 թակույկներ հրեաների սովորության համաձայն մաքրվելու համար, նրանցից յուրաքանչյուրը շուրջ 100 լիտր տարողություն ուներ։ Հիսուս նրանց ասաց. «Լցրեք այդ թակույկները ջրով»։ Եվ լցրին բերնեբերան։ Եվ ասաց նրանց. «Հիմա վերցրեք և տարեք սեղանապետին»։ Եվ նրանք տարան։ Եվ երբ սեղանապետը ճաշակեց գինի դարձած ջուրը, ու չէր իմանում, թե որտեղից է, բայց սպասավորները, որոնք ջուր լցրին, գիտեին, խոսեց փեսայի հետ ու ասաց. «Ամեն մարդ նախ ընտիժ գինին է մատուցում, և երբ հարբած են, այն ժամանակ վատը, իսկ դու ընտիժ գինին մինչև հիմա պահել ես»։ Հիսուս այս առաջին նշանն արեց Գալիլեայի Կանա քաղաքում, որպես սկիզբը նշանների, և հայտնեց իր փառքը, ու նրա աշակերտները հավատացին նրան։ Սրանից հետո Հիսուս Կափառնայում իջավ իր մոր և իր եղբայրների հետ, և այնտեղ մնաց միայն մի քանի օր։ Տաճարում առևտուր անողների վտարումը։ Հրեաների զատիկը մոտ էր, և Հիսուս Երուսաղեմ ելավ, և տաճարի մեջ գտավ նրանց, որ վաճառում էին արջառներ, ոչխարներ և աղավնիներ, ինչպես նաև լումայափոխներ, որ նստած էին։ Եվ շվանից խարազան շինեց, ու բոլորին տաճարից դուրս հանեց, նաև ոչխարներն ու արջառները, իսկ լումայափոխների պղնձադրամները ցիր ու ցան արեց, և նրանց սեղանները շուռ տվեց։ Իսկ աղավնի վաճառողներին ասաց. «Դրանք այստեղից վերցրեք և իմ հոր տունը վաճառատան մի վերածեք»։ Նրա աշակերտները հետո հիշեցին, որ գրված է. «Քո տան նկատմամբ իմ նախանձախնդրությունը ինձ պիտի ուտի»։ Հրեաները նրան ասացին. «Ի՞նչ նշան ցույց կտաս մեզ, թե իրավունք ունես այդ բանն անելու»։ Պատասխանեց նրանց Հիսուս և ասաց. «Քանդեցեք այդ տաճարը, և 3 օրվա ընթացքում այն կվերականգնեմ»։ Հրեաները նրան ասացին. «46 տարում շինվեց այս տաճարը, իսկ դու 3 օրում այն վերականգնում ես»։ Բայց նա իր մարմնի տաճարի մասին էր խոսում։ Իսկ երբ մեռելներից հարություն առավ, նրա աշակերտները հիշեցին, թե այդ է, որ ասել էր, և հավատացին գրքին ու այն խոսքին, որ Հիսուս ասել էր։ Երուսաղեմյան օրեր։ Եվ երբ Հիսուս Զատկի տոնին Երուսաղեմում էր գտնվում, շատեր հավատացին նրան, քանի որ տեսնում էին այն նշանները, որ կատարում էր։ Բայց Հիսուս անձամբ վստահություն չուներ նրանց նկատմամբ, որովհետև ինքն ամենքին ճանաչում էր, և կարիք չկար, որ որևէ մեկը վկայեր մարդու մասին, քանի որ ինքն արդեն գիտեր, թե ինչ կար մարդու հոգու մեջ։